Օրվա կարևոր իրադարձությունները ձեզ է ներկայացնում Էպիկենտրոնի աշխատակազմը, ես Տաթևիկ Ավետիսյանն եմ, բարի երեկո։ Խնածախը նորից գնդակոծվում է, գյուղը դատարկվելու վտանգի առջև է։ Երևանը հորդորում է լավ լուրերի սպասել, իսկ Բաքուն նոր պայմաններ է թելադրում։ Բայրամովն ասել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից։ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության եկան, կողմերը պայմանավորվել են բանակցել։ Թրամփը երկարաժամկետ հրադադար է պահանջում Կիևից ու Մոսկվայից եւ սպառնում լրացուցիչ պատժամիջոցներով։ Եվ Լենինգրադի բլոկադան երկամյա աղջնակի աչքերով, չչափազանցված պատմություն առաջին ձեռքից։ Երբ որ տանը կատու կար կամ շուն, դրա միսը ուտում են, ես կատուի միս եմ ելել։ Նախ սահման, որտեղ դարձյալ անհանգիստ է, նախորդային թշնամին կրկին թիրախավորել է խնածախը, կրակելով բնակելի տների ուղղությամբ։ Գյուղը վնաս է կրել, սակայն զոհեր չկան։ Վերջին շրջանում բնակավայրի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերական։ Ամեն կրակոց հարվածում է գյուղացու մտքին, իսկ ինչ է լինելու հետո։ Երևանը Բաքվից պարզաբանումներ է պահանջում, մինչդեռ մարդիկ պարզապես երաշխիք են ուզում, որ վաղը կկարողանան խաղաղ արթնանալ։ Ադրբեջանը շարունակում է կրակել խնածախի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կրակոցները հնչել են մայիսի 9-ին, ժամը 22:20-ի սահմաններում։ Բնակելի տան տանիքն է վնասվել, բարեբախտաբար տուժածներ չկան։ Պաշտպանական գերատեսչությունը Բաքվին կոչ է անում հետաքննել բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Խնածախի ուղղությամբ թշնամին կրակել էր նաև մայիսի 7-ին ու դարձյալ վնասել էր բնակելի տան տանիքը։ Խնածախցիներն ու հարևան գյուղերի բնակիչները, որոնք տևական ժամանակ կրակոցների ձայների տակ են գիշերում, խիստ անհանգստացած են։ Խնածախի հարևան բնակավայրի Խոզնավարի բնակիչը, չցանկանալով ներկայանալ, Էպիկենտրոնին որոշ մանրամասներ է փոխանցել։ Ամեն օր էլ կա կրակոցներ։ Նույն ժամերին ամեն օր կա։ Բացառությամբ ապրիլի 1-2 որ չի եղել ընդհանրապես։ Մարտի 20-ին որ սկսել էին, մինչև ապրիլի 1-ը շատ էր կրակահերթերը ու ժամը 1-ին։ Իսկ հիմա մի քիչ փչացրել են քանակը ու 2 ժամը 1 ադեց ըլնում էլի կրակոցները։ Ասեք 10-20, 12-20, ընթացքում որ այլ 1-ից, չգիտեմ, դες մինչև 4-ից, մինչև 5-ը։ Գյուղացիները ավելի շատ մտածում են երեխաների մասին, թե կառավարությունը ինչ է մտածում, չգիտեն, ինչ կլինի հետո եւս։ Խնածախը իմ լսելով դատարկում է գյուղը։ Ասում են դպրոցը վերջանա մինչև մայիսի վերջերի, որ կարան երեխեքի բանը վերցնեն դուրս գան։ Ով չվախենում։ Պատերազմի մեջ ենք, մենք չպիտի վախենանք, չպիտի զգուշանանք։ Դուք կարծում եք, որ պատերազմի մեջ ենք հիմա։ Հիմա մենք սողացող պատերազմի մեջ ենք, ավելի վտանգավոր պատերազմի մեջ ենք, ավելի ճակատ կարել են իմանաս ինչ է կատարում, քան այս վիճակը։ Երևանի ու Բաքվի միմյանց փոխանցած տեղեկությունների վերաբերյալ որոշ մանրամասներ էր հայտնել անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որ Ադրբեջանն խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։ Ադրբեջանցիները սկսեցին կրակել Երևանի եւ Բաքվի համաձայնությունից հետո, շուտով կլրանա 2 ամիսը։ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվեց, բայց չստորագրվեց ադրբեջանական նախապայմանների պատճառով։ Այս է խաղաղությունը։ 5 տարի այս վիճակի մեջ ենք։ 5 տարի մենք պատերազմի մեջ ենք։ 5 խաղաղություն։ Դե փոխելա դեպի պատերազմ, դեպի վատը։ Եթե այսպես շարունակվի, մեր զրուցակիցն ասում է, ինքը Խոզնավարից թեև դուրս չի գա, բայց ընտանիքին գյուղից կհանի։ Վերջին շրջանում Բաքուն Երևանին հետևողականորեն մեղադրում է իր դիրքերը պարբերաբար թիրախավորելու համար։ Ապա տեղեկատվական շղարշի տակ Ադրբեջանն ըստ էության փորձում է արդարացնել սահմանին սեփական սադրանքները։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։ Խաղաղության պայմանագիրը դեռ ոչ մի էջ չունի, բայց նախապայմաններն արդեն հատել են մի քանի գլուխ։ Երևանը հորդորում է սպասել լավ լուրերի, իսկ Բաքուն նոր պայմաններ է գծում Հայաստանի սահմանադրությունից սկսած մինչև միջազգային ձևաչափերի վերանայում։ Կա տպավորություն, որ Հայաստանի իշխանությունը նորից հույս է փաթեթավորում դիվանագիտական անորոշության մեջ։ Համբերությամբ զինվենք եւ գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Պարզ չէ, ինչ լավ նորություն նկատի ունի արտաքին գործերի նախարարը խաղաղության պայմանագրի հեռանկարի մասին խոսելիս, բայց Բաքվից չեն հոգնում կրկնել, մինչև վերջին հանգրվանին հասնելը ակնկալիքներ ունեն Հայաստանից։ Երևանին մեղադրում են լուրջ քայլեր չձեռնարկելու համար։ Ադրբեջան tərəfdən
Bəlli bir legitim gözləntiləri var. Մենք լեգիտիմ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Այդ սպասումները կապված են Հայաստանի սահմանադրությունից Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների վերացման հետ, նաև Մինսկի խմբի լուծարման հարցով։ Խումբ, որը երկար տարիներ լիակատար կաթվածահար վիճակում էր։ Հետևում ենք այդ ուղղությամբ զարգացումներին, կան շփումներ։ Մեզ համար կարևոր են գործուն քայլերը։ Մի կողմից ավելացող պահանջներ, մյուս կողմից ամենօրյա լարվածություն սահմանին։ Քաղաքագետի դիտարկմամբ Բաքուն ճնշումներով ու սպառնալիքով փորձում է հասնել իր համար ցանկալի լուծումների։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունը դիմադրելու փոխարեն նոր խաղաքարտեր է պարզում Ալիևին։ Երկրորդ նպատակը մշտապես էսկալացիայի հիմք ապահովելն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը դիմի էսկալացիայի նախորոք իր համար ապահովելով իրավական հիմքերը, որով կարող է արդարանալ, իսկ այդ արդարացմանը ի դեպ նպաստում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները, երբ որ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, որ իբր հայկական զինուժը կրակ է բացում ադրբեջանական դիրքերի վրա, Հայաստանի ՊՆ-ն փոխանակ կտրականապես հերքի այդ ապատեղեկատվությունը փաստեր է պահանջում Ադրբեջանից, երբ որ դու փաստ ես պահանջում Ադրբեջանին իր իսկ տարածած ապատեղեկատվության հետ կապված, դու պատուհան ես թողում նրա հետագա ճշմարտացի լինելու առումով։ Հաղթանակի օրը Բաքվի բռնապետը որոշել էր ոչ թե Մոսկվայում, այլ Շուշիում անցկացնել։ Ինչու հաղթական շքերթին Ալիևը չմասնակցեց, պարզ չէ։ Հստակ է սակայն, որ Հայաստանի համար խորհրդանշական օրով Ալիևի ցուցադրական շրջայցը Շուշիում ըստ քաղաքագետի ճնշման հերթական հնարքն է։ Մի բան եկեք փաստենք, որ ադրբեջանցիները չունեն այն մեծ ահոգությունը, այն մարդկայնությունը, որոնք կարող են դրսևորել։ Եկեք հիշենք, որ երբ Արցախը ամբողջական շրջափակման մեջ էր, սակայն արդեն հանձնված էր Շուշին եւ մնացյալ տարածքները, հենց նույն այդ ամբողջական շրջափակման ժամանակ Շուշիում հրավառություն էր տեղի ունենում, որը Ստեփանակերտից շատ պարզ էր։ Կա տպավորություն, որ Հայաստանը չնկատելու է մատնում խաղաղության պայմանագրի հեռանկարը անորոշության հաստ շերտով պատելու Բաքվի ազդակները։ Մյուս կողմից ըստ քաղաքագետի Փաշինյանն արտաքին ճակատում միաժամանակ երկու պարանին խաղալու փորձ է անում, որի վկայությունը նրա վերջին այցն է Ռուսաստան։ Միանշանակ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում հասկացրեցին, որ նա պետք է փոխի իր վարքագիծը, պետք է փոխի իր հռետորաբանությունը, ոչ միայն անձամբ իր, որովհետև կարող է ինքը անձամբ ոչինչ չասի, բայց սակայն բոլորն են հասկանում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն որպես այդպիսին գոյություն չունի, բոլորը Նիկոլ Փաշինյանի տարբեր տրամաչափի խոսափողներն են եւ այնինչ չի ուզում ասել Նիկոլ Փաշինյանը իր շուրթերով հնչեցնում է տարբեր ԿՊԱ-կանների բերանով։ Հետևաբար դա կարող է այդ Նիկոլ Փաշինյանի այդ իզգոյ կարգավիճակը կարող նաև հստակ ուղերձ լինի Մոսկվայի կողմից հետագա նրանց քայլերի հետ կապված։ Կարապետյանը վստահ է, վախվորած քաղաքականությունը լավ բանի չի հանգեցնելու։ Երևանը պետք է ձևավորի հստակ արտաքին օրակարգ ու շարժվի այդ ուղղությամբ։ Հերմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Աշխարհը նախորդին տոնում էր մեծ հաղթանակի 80-ամյակը։ Մոսկվայի գլխավոր հրապարակում տեղի ունեցավ շքեղ շքերթ, որին ներկա էր նաև Գագիկ Ծառուկյանը։ Իսկ Երևանում Ծառուկյան ընտանիքի անունից թիմակիցները ծաղկեպսակ են դրել հաղթանակի զբոսայգու անմար գրակի մոտ, նշանավորելով մեր փառահեղ անցյալն ու հաղթանակը, որում մեծ է հայերի ավանդը։ Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 600,000 հայ, 300,000-ը չի վերադարձել ռազմադաշտից։ Հայերի հետքը հաղթանակի բազմաթիվ դրվագներում է ռազմարվեստի բացառիկ դասերով։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս հաղթանակը շատ մեծ կարևորություն ու նշանակություն է ունեցել մեր ազգի համար։ Ես կուզենամ առանձնահատուկ նշել հայ ազգի դերն ու նշանակությունը հաղթանակի կերտման հարցում։ Մենք այստեղ ենք մեր թիմակիցների, մեր ընկերների հետ միասին պարոն Գագիկ Ծառուկյանի անունից ծաղիկներ խոնարհելու հայրենական մեծ պատերազմում զոհերի հիշատակին։
Նրանք անցել են մահվան ու կյանքի եզրագծով, մանկուց տեսել պատերազմի սարսափը, կրել բլոկադայի սովն ու ցուրտը, բայց չեն կոտրվել։ Տիկին Աստղիկը, Զոյա Շաբարինան, Էրնեստ Նուրիջանյանը։ Նրանց պատմություններն անցյալի վկայություն են, ներկայի հպարտություն ու ապագայի պատգամը։ Հաղթանակի 80-ամյակին նրանց ոչ միայն պատվել, այլև վերագնահատել են, որպես կյանքի տոկունության ու սիրո օրինակներ։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը խորհրդանշական նախաձեռնությամբ է ամփոփում մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Կոնյակը, որ թողարկվել է հատուկ հոբելյանական տարվա եւ հատուկ նշանակության հյուրերի համար, սպասում է հասցեատերերին։ Օրվա հերոսների համազգեստի բազում մեդալները հաղթանակից 80 տարի անց կհամալրվեն եւս մեկով։ Ձեր տոնը շնորհավոր։ Մերսի։ Ես շնորհակալ եմ պարոն Ծառուկյանից, որ այս կազմակերպել է եւ հրավիրել է։ Ես Մոսկվայից եմ եկել եւ անձամբ ուզում եմ ձեզ հանձնել այս մեդալը 80-ամյակի կապակցությամբ, ասված ձեզ շատ օրհնի, շատ մեծ գործ եք արել։ Բոլոր ջերմ խոսքերն ու նվերները ընտանիքի անունից փոխանցում է Հովհաննես Ծառուկյանը։ Տիկին Աստղիկը Հովհաննեսին է պատմում իր գլխով անցածը։ Նրա մանկությունն անցել է համակենտրոնացման ճամբարում։ Ծնողները ցեղասպանությունից փրկված հայեր էին։ 43-ին ընտանիքով գերի են ընկել։ 2 տարեկան էր, երբ տարան ավստրիական մի քաղաք։ Այսպես ընտանիքով երկար փորձություններով բարդ ճանապարհ անցան, ասում է հայրենիքներ իրենց վերջին հանգրվանը։ Բլոկադայի ծանր ճանապարհն է հաղթահարել նաև 99-ամյա Զոյա Շաբարինան։ Չի ուզում հիշել ծանր օրերը, բայց երախտապարտ է, որ իրեն հիշում են ու գնահատում։ Մենք հպարտանում ենք ձեզնով։ Ինձ համար մեծ պատիվ է, որ ես իմ ընտանիքի անունից ձեզ հանձնում եմ այս խորհրդանշական պարգևները։ Աստված ձեզ առողջություն եւ երկար կյանք տա։ Հուսամ հաջորդ տարի միասին կնշենք ձեր ծննդյան 100-ամյակը։ Հաջորդ թիվ հյուրընկալվում է 99-ամյա Էրնեստ Նուրիջանյանին։ Մեր կողքին ապրող շուրջ 3 տասնյակ վետերաններից մեկը, որ էլի ստիպված է եղել հաղթահարել բլոկադան, դրան հաջորդող դժվարությունները։ Նրա հայրն էլ ռազմաճակատի բժիշկ է եղել։ Ինքն ասում է, երազում էր երաժիշտ դառնալ։ Պատերազմը փոխեց ամեն ինչ։ Նրանք պատերազմի զոհասեղանին դրեցին այն, ինչ ունեին։ Հետախույզ Պետրոս Պետրոսյանի կուրծքը զարդարող շքանշանները հաղթանակից 80 տարի անցել համալրվում են։ Իր գրքում պատմել է հետախուզական գործունեության մասին։ 102-ամյա վետերանը մակագրում է այն, նվիրում Գագիկ Ծառուկյանին։ Սիրով նվիրում եմ Գագիկ Ծառուկյանին։ Այո։ Ձեզ համար շնորհակալ եմ։ С праздником։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, մեր կականը։ Հաղթանակի սպասված լուրը ցնծություն էր բոլորի համար։ Դժվարությունները փոշիացան հենց նույն պահին, ասում է մեր կողքին ապրող մյուս հերոսը Աղվան Պողոսյանը։ Դուք արժանի եք, Աստված ձեզ շատ օրհնի։ Մեծ գործ եք արել մեր համար, որ այսօր մենք կանք։ Ձեր շնորհքն է այս մեծ հաղթանակը եւ բոլորին շնորհակալություն այս կազմակերպության համար, պարոն Ծառուկյանի գլխավորությամբ։ Աստված ձեզ շատ օրհնի։ Շնորհավորում եմ հաղթանակի 80-ամյակի արդիվ, Աստված ձեզ երկար տարիների կյանք տա, Աղվան պապի ջան։ Նրանց ավանդն անուրանալի է, կերտած հետագիծը գնահատանքի արժանի, ասում է Հովհաննես Ծառուկյանը։ Պատմությունները յուրահատուկ են, մեկը մյուսից ծանր, բայց հպարտության բազմաթիվ դրվագներով։ Այս մարդիկ շատ կարևոր են մեր ազգում, մենք միշտ պետք է հիշենք, գնահատենք նրանց, մեծարենք ինչպես կարող ենք։ Նրանք արել են ամեն հնարավորը ոչ մի ջանք չխնայելով։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ նպատակը պետք է լինի անել այն, ինչը որ կլինի օգուտ իր երկրին, հայրենիքին, եւ ինձ համար հպարտություն էր նաեւ, որ ես անձամբ հանձնեցի այդ նվերները այս մարդկանց։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է մշտապես պահել նրանց ուշադրության կենտրոնում եւ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի իրենց գնահատված եւ իրենց ավանդը գնահատված զգան մշտապես։
Այս մարդիկ հաղթանակի իրական խորհրդանիշ են։ Նրանց պատմությունները պետք է վարակիչ լինեն նոր սերունդների համար, որ անկախ փորձություններից առաջ շարժվեն վճռականությամբ հաղթանակների հետևից։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։ Նրա կյանքը հեշտ չի եղել, բայց ամենախոր ու ցավոտ հիշողությունները Սև հացի, Սոսնձի համի եւ Լագոդա լճի սառույցի մասին են։ Հենրիետա Մխիթարյանը Լենինգրադի շրջափակումը հաղթահարածներից մեկն է, որի պայուսակում մինչև հիմա կոնֆետ կա սոված մարդու համար։ Երկու ցեխ է ղեկավարել, գիրք է գրել, բայց ամեն ինչ սկսվել է այնտեղից, որտեղ մարդիկ սոսինձ էին ուտում, իսկ Սուրբ Տաճարի բակում կանաչի աճեցնում։ Երկու լաբորատորիայի վարիչ եմ եղել, բուսկավոյ ցեխ եմ ունեցել, նյութի հեղինակ եմ եղել։ 86-ամյա քիմիկոսը հիշողությունները ներկայացնում է գրապահարանին կոկիկ շարված գրքերի նման։ Այդպես նաև բնակարանն է, մաքուր, խնամքով հարդարված, ամեն բան իր տեղում։ Թանգարանային դասավորությունը բացատրություն ունի, ծնվել է Լենինգրադում, տեսել ու հաղթահարել շրջափակումը։ Որ սոված մարդ եմ տեսնում, միշտ պայուսակից մեջ կոնֆետն եմ անածում, որ թենց մարդ տեսնեմ, կամանց տամ իրան։ 2 տարեկան էր, երբ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը հայտնվեց շրջափակման մեջ։ Հայրը Արտաշես Մխիթարյանը արևելագետ էր, Վանաձորից Լենինգրադ էր մեկնել թեկնածուական պաշտպանելու։ Հովսեփ Օրբելու ասպիրանտն էր։ Իմ անունս դրել է Հովսեփ Օրբելին։ Մանկական տարիներից շատ բան չի հիշում, բայց դաժան սովն ու հյուսող բլոկադան ընդմիշտ դաջվել են աչքերում։ Էրմիտաժում աշխատող մորաքույրը տեխնիկական սոսինձը տուն էր բերել, դա բաժանել էին մասերի ու կոնֆետի տեղ կերել։ Երբ որ տանը կատու կար կամ շուն, դրա միսը ուտում են, ես կատուի միս եմ կերել։ 872 օր լենինգրադցիները շրջափակումն ու սովը հաղթահարում էին ինչպես կարող էին։ Խմելու ջուրը ստանում էին սառույցից, Սուրբ Իսահակի տաճարի բակում էլ բանջարեղեն էին աճեցնում։ Մի կտոր հաց, 125 գրամ, սա էլ հացի օրական չափաբաժիններ։ Սև հաց, այնքան սև, որ չգիտեին դա ինչից է սարքած։ Հետո էտել վերջացավ ու ժողովուրդը արդեն սովից ուռուցորվում էին ու մահանում էին։ Լադոգա լիճը կյանքի ճանապարհ դարձավ նաև 3-ամյա Հենրիետայի և մոր համար։ 1942-ին նրանց տեղափոխեցին Հայաստան։ Լենինգրադի ազատագրումից հետո վերադարձավ նաև հայրն ու արդեն Վանաձորում ծնվեցին Մխիթարյանների մյուս զավակները։ Սևակ Վարդումյան, Էպիկենտրոն։ Թուրքիայի Չանաքալե Էզինե մայրուղում բեռնատարն ու ավտոբուսը բախվել են, առնվազն 8 մարդ զոհվել է, կա 2 տասնյակից ավելի տուժած, բոլորին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, բեռնատարը եղել է գերաններով բեռնված, վթարի պատճառը հայտնի չէ։ Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին։ Ամերիկայի նախագահը շնորհավորել է երկու երկրին էլ ողջախոհություն ցուցաբերելու համար։ Թրամփը սոցցանցում գրել է, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկար գիշերվա բանակցություններից հետո Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ։ Պակիստանի կառավարությունը գիշերը հայտարարել էր Հնդկաստանի դեմ ռազմական մեծ գործողություն սկսելու մասին։ Ամուր պատ անվանումով ռազմական խոշոր գործողությունը Պակիստանն անվանել էր ագրեսիայի պատասխան։ Իսլամաբադը հրթիռային հարվածներ է հասցրել Փենջաբի ավիաբազաներին, ինչպես նաև Ջամուի և Քաշմիրի 3 ավիաբազաների շրջակայքում գտնվող բժշկական կենտրոններին ու դպրոցներին։ Ի պատասխան Նյու Դելին օդային հարվածներ է հասցրել Պակիստանի 8 ռազմական օբյեկտների։ Դոնալդ Թրամփը Մոսկվայից ու Կիևից պահանջել է 30-օրյա անվերապահ հրադադար, չպահպանելու դեպքում սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով։ Թրամփը հուսով է, որ հրադադարը կպահպանվի եւ երկրները պատասխանատվություն կկրեն ուղիղ բանակցությունների անձեռնմխելիության պահպանման համար։ Նա հավելել է, որ աշխատելու է եվրոպացիների հետ կողմերի միջև խաղաղություն հաստատելու համար։ Լրահոսին հետևելու համար միացեք մեր սոցհարթակներին։ Էպիկենտրոնի բոլոր թողարկումները, նաև մեր ռեպորտաժները YouTube-ի ալիքում են։ Հայաստանի ու աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային ու մարզական ամենակարևոր իրադարձությունները, մեր խնդիրներն ու մարդկային պատմությունները փնտրեք նաև Էպիկենտրոնի Facebook-ի էջում ու Telegram-ում։
Այսքանը այս թողարկմանը։ Իրադարձությունների զարգացմանը հետևեք մեր եթերում։ Ցտեսություն։